Երբ կախվածությունը քեզ ղեկավարում է, բայց Տերն ուզում է քո ազատությունը։ Դու ասում ես, ես կկարողանամ կանգնել, սա վերջին անգամն է, ես ինքս ինձ կվերահսկեմ, բայց կրկին ընկնում ես, ու հետո գալիս է մեղքի խայթը, կշտամբանքը, ամոթը և ինքնանվաստացումը։ Դու գուցե կախված չես միայն թմրամիջոցից կամ ծխախոտից, գուցե կախված ես շոփինգից, հեռախոսից, մի սերիալից, խաղից, մարդուց, կարծիքից և չես նկատում ոնց է այն կառավարում քո սիրտը։ Քեզ թվում է դա փոքր բան է, բայց ներսդ մաշվում է կամաց։ Բայց գիտես որն է ճշմարտությունը։ Դու ինքդ չես կարող ազատվել, եթե կարողանայիր արդեն ազատ կլինեիր։ Ազատությունը չի գալիս քո ուժով, այն գալիս է Տիրոջ ներկայությամբ։ Տերն ասում է. եթե որդին ձեզ ազատի, ապա ճշմարտապես ազատ կլինեք։ Առանց Տիրոջ դու միայն կպայքարես ու կպարտվես, բայց նրա հետ կպարտվես մի օր ու դա կլինի վերջին պարտությունը, որովհետև նա քեզ կբարձրացնի, քեզ կզորացնի, քեզ կտա նոր միտք, նոր ցանկություն, նոր սիրտ։ Այսօր մի թաքնվիր, մի ասա դեռ պատրաստ չեմ։ Աստծուն քո պայքարը վախ չի տալիս, նա չի գալիս դատելու, նա գալիս է քեզ փրկելու։